Ստրասբուրգում վարչապետը նախ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ։ Այնուհետ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտա Մեցոլան հանդես եկան համատեղ հայտարարություններով։ Եվրախորհրդարանի նախագահը հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն շրջանակում ռազմավարական նոր օրակարգի հաստատումը։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը եւ կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաեւ ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին։ Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Եվրամիության եւ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը։ Վարչապետը հիշեցրեց, որ 2025-ին Հայաստանի ազգային ժողովը ընդունել է Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը ըստ Փաշինյանի պատմական նոր փուլ է բացում Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններում։ Դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեցին նաև լրագրողների հարցերին։ Փաշինյանի խոսքով չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունն է։ Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է։ Երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն։ Արդեն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից վարչապետը կարևորեց Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխությունները։ Առաջինը ըստ նրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն է, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Վարչապետը հայտարարեց, որ թրիփն իրականացման փուլում է եւ առաջիկայում Հայաստանն ու Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ, Իրանում եւ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել եւս մենք փոքր համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։ Վարչապետն ասաց, որ 8 ամիս է Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, չկան կրակոցներ, զոհեր կամ վիրավորներ։ Նա նշեց, որ անկախությունից ի վեր առաջին անգամ 2025-ի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով, նաև անցնելով Վրաստանի միջով գնաց եկավ Հայաստանի Հանրապետություն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Հայաստանի վարչապետն ասաց, որ մենք էլ մեր հերթին ենք հայտարարել, թե հենց այսօր պատրաստ ենք ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, այս պահին մեր գործող ճանապարհներով, սակայն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաեւ այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիզ, Եղեգնաձոր, Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։
Հայաստանը պատրաստվում է Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը նրա խոսքով մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։ Վարչապետն անդրադարձավ նաև Տավուշում 2024-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրականացված սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ունեցած օգուտներին։ Վարչապետի պնդմամբ նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չի տրվելու եւ ձեռք բերված խաղաղությունն ու անկախությունը մատաղ չի արվելու։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։ Անդրադառնալով Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին, վարչապետը կարևորեց Հայաստանի կառավարության այս հարցում լուր դիվանագիտական եւ շարունակական աշխատանքը հանուն մյուսների վերադարձի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։